Ողջույն սիրելի հետևորդներ։ Պատկերացրեք երկու մարդ, երկուսն էլ նստած են նույն եկեղեցում, լսում են նույն քարոզը, կարդում են նույն ավետարանը, լսում են նույն խոսքերը, բայց պատահում է զարմանալի մի բան։ Մեկի համար դա պարզապես հերթական խոսքեր են, իսկ մյուսը լաց է լինում, փոխվում է, ապաշխարում է, նոր կյանք է սկսվում։ Ինչու՞։ Ինչու նույն ճշմարտությունը մեկին թողնում է անտարբեր, իսկ մյուսի կյանքը գլխի վայր շրջում։ Պողոս Առաքյալն այսօր տալիս է այս հարցի պատասխանը, որովհետև Աստծո ճշմարտությունները միայն ակաժներով չեն լսվում, դրանք բացվում են Սուրբ Հոգու միջոցով, եւ սա քրիստոնեական կյանքի ամենամեծ գաղտնիքներից մեկն է։ Սակայն ինչպես գրված է, այն ինչ երբևէ որևէ աչք չտեսավ, որևէ ականջ չլսեց եւ մարդու սրտով չանցավ, Աստված պատրաստեց իր սիրելիների համար։ Բայց Աստված մեզ հայտնեց այն իր Հոգու միջոցով, որովհետեւ Հոգին քննում է ամեն ինչ, նույնիսկ Աստծո խորությունը։ Մարդկանցից ով որևէ բան գիտի մարդու խորհուրդների մասին, եթե ոչ նույն մարդու Հոգին, որ իր մեջ է, նույնպես եւ ոչ ոք չգիտի Աստծո խորհուրդները, եթե ոչ Աստծո Հոգին։ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծո կողմից շնորհվեց մեզ, եւ ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային ճշմարտությամբ արտասանված խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ, հոգևոր բաներ հոգևոր մարդկանց ենք բացատրում։ Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո Հոգին է, որովհետև դա հիմարություն է իր համար եւ չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։ Իսկ հոգևոր մարդը քննում է ամեն ինչ եւ ինքը ոչ մեկի կողմից չի քննվում։ Իսկ արդ ով իմացավ Տիրոջ միտքը, որ կարողանա խրատ տալ նրան, սակայն մենք ունենք Քրիստոսի միտքը։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, աչքը չտեսավ, ականջը չլսեց։ Պողոսը գրում է. այս միտքը եւ մարդու սիրտը չմտավ այն, ինչը Աստված պատրաստեց իրեն սիրողների համար։ Շատ մարդիկ այս խոսքը օգտագործում են միայն դրախտի մասին խոսելիս։ Այո, այն վերաբերում է նաև հավիտենական կյանքին, բայց այստեղ Առաքյալը խոսում է ավելի լայն իրականության մասին։ Աստծո ծրագրերը հաճախ շատ ավելի մեծ են, քան մեր երևակայությունը։ Քանի անգամ ենք ասել, սա անհնար է, այս խնդիրը լուծում չունի, այս մարդը երբեք չի փոխվի, իմ կյանքում այլևս լավ բան չի կարող լինել։ Բայց Աստված սիրում է աշխատել հենց այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունները ավարտվում են։ Սուրբ Եփրեմ աստորեն գրում է. Աստված հաճախ պատրաստում է այն, ինչը մարդը նույնիսկ խնդրել չգիտի։ Աստված մեզ հայտնեց իր հոգով, ահա հատվածի սիրտը։ Աստված իր գաղտնիքները բացում է Սուրբ Հոգու միջոցով։ Սա նշանակում է, որ քրիստոնեությունը պարզապես գաղափարների համակարգ չէ, այն հարաբերություն է կենդանի Աստծո հետ։ Տարբերությունը գիտելիքի եւ հայտնության միջև է։ Դու կարող ես անգիր իմանալ Աստվածաշնչի համարները եւ դեռ չճանաչել Աստծուն։ Եվ կարող ես նոր հավատացյալ լինել, բայց ունենալ խոր հարաբերություն նրա հետ։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. Սուրբ Հոգին ոչ թե նոր ճշմարտություն է ստեղծում, այլ բացում է արդեն տրված ճշմարտությունը։ Հոգին քննում է նույնիսկ Աստծո խորությունները։ Առաքյալն այստեղ օգտագործում է զարմանալի արտահայտություն։ Սուրբ Հոգին գիտի Աստծո խորությունները, ինչպես միայն մարդու հոգին կարող է ամբողջությամբ ճանաչել մարդուն, այնպես էլ միայն Աստծո Հոգին կարող է բացել Աստծո խորհուրդները։ Մենք ապրում ենք տեղեկատվության պայթյունի դարաշրջանում։ Մարդիկ ունեն անսահման տվյալներ, բայց տվյալները դեռ իմաստություն չեն։ Տեղեկատվությունը դեռ ճշմարտություն չէ։ Իսկ ճշմարտությունը դեռ չի նշանակում, որ ճանաչում ենք Աստծուն։ Մենք աշխարհի հոգին չստացանք։ Պողոս Առաքյալը շատ հստակ հակադրություն է ներկայացնում։ Գոյություն ունի աշխարհի մտածելակերպ եւ Աստծո մտածելակերպ։ Աշխարհն ասում է. վերցրու որքան կարող ես, մտածիր միայն քո մասին։
Հաղթիր ցանկացած գնով, ներելն ուժեղների գործը չէ, իսկ Քրիստոսն ասում է. տուր, ծառայիր, ներիր, սիրիր, նույնիսկ թշնամուտ։ Սա է Սուրբ Հոգու մտածելակերպը։ Երբեմն քրիստոնեական կյանքը դժվար է թվում ոչ թե այն պատճառով, որ այն սխալ է, այլ որովհետև այն հակառակ ուղղությամբ է գնում աշխարհի հոսանքին։ Հոգևոր մարդը դատում է ամեն ինչ։ Սա չի նշանակում, որ հավատացյալը միշտ ճիշտ է։ Սա նշանակում է, որ նա սովորում է աշխարհը տեսնել Աստծո աչքերով։ Օրինակ, աշխարհը տեսնում է կորուստ, հոգևոր մարդը կարող է տեսնել դաս, հասունացում, նոր ճանապարհ։ Աշխարհը տեսնում է խաչ, Աստված տեսնում է փրկություն։ Աշխարհը տեսնում է զոհաբերություն, Աստված տեսնում է սեր։ Սուրբ Օգոստինոս Երևնելին ասում է. երբ Աստված փոխում է մարդու սիրտը, նույն աշխարհը սկսում է այլ կերպ երևալ։ Մենք Քրիստոսի միտքն ունենք։ Սա ամբողջ հատվածի գագաթնակետն է կարծես։ Պողոսը չի ասում մենք երբեմն հասկանում ենք Քրիստոսին, նա ասում է մենք Քրիստոսի միտքն ունենք։ Շատ զարմանալի արտահայտություն է։ Սա նշանակում է, որ հավատացյալը կանչված է մտածելու այնպես, ինչպես մտածում է Քրիստոսը։ Հարցրու ինքնդ քեզ, այս իրավիճակում ինչ կաներ Քրիստոս։ Այս մարդու հետ ինչպես կվարվեր Քրիստոսը։ Այս վիրավորանքի դեպքում ինչպես կարձագանքեր Քրիստոսը։ Եթե այս հարցը դառնա մեր կյանքի չափանիշը, մեր ընտանիքները, մեր հարաբերությունները, մեր համայնքները կսկսեն փոխվել։ Այս հատվածը մեզ կյանքում իրարելի մի քանի կարևոր խորհուրդներ է տալիս։ Ամեն օր խնդրիր Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Սուրբ Գիրքը կարդալուց առաջ աղոթիր, որպեսզի Աստված բացի քո միտքը։ Մի սահմանափակիր Աստծուն քո տրամաբանությամբ։ Սովորիր տարբերել աշխարհի մտածելակերպը եւ Աստծո մտածելակերպը։ Հարցրու քեզ ինչպես կվարվեր Քրիստոսը։ Մի հուսահատվիր, երբ դեռ չես հասկանում Աստծո ծրագրերը։ Հիշիր, որ Սուրբ Հոգին շարունակում է առաջնորդել եկեղեցին նաև այսօր։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհը կարծում է, որ ամեն ինչ կարելի է հասկանալ միայն խելքով, բայց առաքյալը հիշեցնում է մեզ. Աստծո ամենագեղեցիկ իրականությունները բացվում են ոչ միայն մտքով, այլ նաև սրտով։ Գուցե այսօր դու կանգնած ես մի իրավիճակի առաջ, որը չես հասկանում։ Գուցե Աստծո ճանապարհները քեզ տարօրինակ են թվում։ Գուցե հարցեր ունես, որոնց պատասխանները դեռ չկան։ Հիշիր, երբ աշակերտները տեսան խաչը, նրանք տեսան վերջը։ Աստված տեսնում էր հարությունը։ Երբ մարդիկ տեսնում էին պարտություն, Աստված պատրաստում էր հաղթանակ։ Երբ մարդիկ տեսնում էին քար, Աստված պատրաստում էր դատարկ գերեզման։ Ուստի մի սահմանափակիր Աստծուն քո պատկերացումներով, քանի որ այն, ինչը աչքը չի տեսել, ինչը ականջը չի լսել եւ ինչը մարդու սիրտը չի պատկերացրել, Աստված արդեն պատկերացրել է իրեն սիրողների համար։ Եվ ամենագեղեցիկ լուրը սա է. դու մենակ չես այդ ճանապարհին։ Սուրբ Հոգին առաջնորդում է քեզ, սովորեցնում է քեզ եւ կամաց քեզ սովորեցնում է մտածել այնպես, ինչպես մտածում է Քրիստոսը, որովհետեւ մենք Քրիստոսի միտքն ունենք։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս օրվա սուրբ հատվածի բացատրությունը քո ընկերներին, քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, դրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։